Անցնող տարում Կապանի տարածաշրջանում սկսել է գործել ագրոբիոպրոդուկտ ընկերության հիմնած հավաբուծական կոմպլեքսը, որպես այդպիսին սա միակ կառույցն է, որը Կապանի տնտեսության համար 2016 թվականի ձեռքբերումը դարձավ, այն եւ աշխատատեղ է եւ տեղական արտադրություն։ 16 թվականի հունիսին արտադրամաս չէ ընդհանրապես հավաբուծական կոմպլեքսը եւ սկսել ենք աշխատել, ներմուծել ճտերը հուլիս ամսանից սկսած 2016 թվականին։ Ներմուծում ենք Իրանի Իսլամական Հանրապետությունից մի օրեկան ճտեր, թռչնանոցների հզորությունը 45,000 ջութ միանգամից կարող ենք տեղավորել։ Հետո իր իսկական ցիկլը մոտորապես 42-ից 45 օր է, նոր միջև մորթելը, որից հետո սկսում ենք արդեն մի շաբաթ էլ պահում ենք ավելի հասունանալու համար միսը։ Նոր մոտորապես 45-ից 50 օրեկանում արդեն սկսում ենք մորթել ճտերը։ Ընկերության փոխտնօրեն Արարատ Հարությունյանի խոսքով թռչնաբուծական ամբողջ գործընթացն ու տեխնոլոգիան ժամանակակից է եւ որ ամենակարևորն է կատարվում է բնական ճանապարհով։ Ճտերը հատակային են, դրա առավելությունը կայանում է նրանում, որ շարժվող թռչունի միսը ավելի համեղ է եւ ավելի մկանոտ, դրա հաշվին ավելի որակյալ թռչնամիս ենք ստանում։ Թռչնակերը նույնպես արտադրում ենք մենք, ասում է Արարատ Հարությունյանը։ Կերը պատրաստում է մեր կողմից, առանց քիմիական որևէ հավելումների, լրիվ բնական կեր, որ կազմված է եգիպտացորենից եւ սոյայի խտանյութից։ Ստացվում է վիտամինների հետ, որոշ քանակության վիտամինների հետ ստանում ենք համակցված կեր։ Արտադրանքն առայժմ իրացվում է Սյունիքի մարզում, բայց հետագա ծրագրերն ու համագործակցային պայմանագրերն ընթացքի մեջ են։ Իրացնում ենք հիմնականում Սյունիքի մարզում, ավելի շատ Կապան քաղաքում եւ Քաջարանում, ինչպես նաեւ որոշ մասը առաքում ենք Գորիս, Սիսիան եւ Մեղրի։ Հիմնականում դա։ Որոշ քանակությամբ նաեւ ուղարկել ենք Երևան, փորձնական քանակություն արդյունքները տեսնելու համար։ Նախատեսում են ընդլայնել արտադրության ծավալները, թռչնանոցների թիվը կրկնապատկելու են, նույնիսկ տարածքում թռչնակեր են ցանելու։ Հիմա ունենք 35 աշխատատեղ, 35-ի աշխատում են։ Մտածում ենք ընդլայնել մեր արտադրությունը, նոր հավելյալ գոմեր թռչնանոցներ պատրաստելով, ինչպես նաև մորթման արտադրամասի հզորությունը ուզում ենք ավելացնել։ Պետք է նշել, որ նա ժամում տալիս է 500 թռչուն։ Նույն հետագայում, եթե ավելացնենք թռչնանոցների թիվը, պետք է մտածենք նաև ավելացնել մորթման արտադրամասի հզորությունը։ Կերի արտադրամասի հզորությունը ժամում 8 տոննա է, միայն համակցված կերը։ Այդ կերով մենք կարող ենք ապահովել ամբողջ Սյունիքի մարզի ազգաբնակչությանը, եւ անասնակեր, եւ թռչնակեր։ Հայաստանում մինչև հիմա սոյա չեն ցանկատարություններ, ինչքան գիտեմ, չկան, բայց մենք մտադիր ենք փորձնական մի ինչ-որ քանակությամբ հողամաս տրամադրել սոյային, փորձնական։ Եթե հաջողությամբ փսակվի, մենք արդեն կունենանք մեր սոյայի կերը, այլևս չենք ներկրի։ Իդեպ հավաբուծական կոմպլեքսը առայժմ զբաղվում է մսատու հավերի բուծմամբ, բայց գալիք տարում կունենան նաև ձվատու սորտեր, որոնց համար արդեն իսկ պատրաստել են համապատասխան պայմաններով թռչնանոցներ։ Ունենք պատրաստի եւ ձվատու հավերի համար։ Մտադիր ենք ներկրել մայրական հոտ, հավի հոտ եւ սեփական ինկուբատոր ունենալով հանդերձ ունենք արդեն ինկուբատորը, արդեն կարող ենք ունենալ մեր ճտերը, մեզ մոտ արտադրված հայկական ճտերը, այլևս չենք ներկրի, այդ ճտերը մեզ լիովին կբավարարեն մեր թռչնանոցները ամբողջովին տեղավորելու համար, ինչպես նաեւ հնարավոր է վաճառենք ազգաբնակչությանը հարմար գներով,
ինչպես կարտադրենք նաև ձու եւ ջութ։ Նշենք, որ ընկերությունն արտադրում է նաև այլուր։ Ունենք նաև ալյուրի համար նախատեսված լրիվ հզորություն 800 կիլո ժամում արտադրականությամբ ալյուրի արտադրություն միայն հաց թխելու համար։ Դրանով մենք ամբողջ Կապան քաղաքը լրիվ կբարարենք, եթե ավելցուկ մնա, ինչպես նաև կարտահանենք ուրիշ քաղաքներ։ Սյունիքի մարզում։ Մտերում ենք ծորեն եւ կարող ենք արտադրել եւ համակցվածքեր եւ հաց թխելու համար ալյուր։ Նաև ինչ որ ծրագրեր ունենք առանձին շաքարախտով հիվանդ մարդկանց համար հատուկ դիետիկ ալյուր կարտադրենք եւ կտանք խանութներին։ Արարատ Հարությունյանն ասում է, որ շուկայում իրենց արտադրանքը մրցունակ է։ Մրցակցության ոլորտում հաջողության հասնել արանը հիմնական նախապայմանը ինձ թվում է որակն է։ Մենք ձգտում ենք աշխատում ենք տալ այնպիսի որակի հավ, որ կարողանանք բոլոր մրցակիցներին կարողանանք շրջանցել։ Ինձ թվում է մենք արդեն ինչ որ հաջողության հասել ենք, որովհետև ազգաբնակության մեծ մասը արդեն ծանոթ է մեր ավին եւ լրիվ լավ վաճառվում է մեր Կապանի խանութներում, հիմնականում, ինչպես նաև մարզի մյուս բնակավայրերում։ Ինչ վերաբերում է սարքավորումներին, ապա ամբողջ կոմպլեքսում լրիվ սարքավորումները գերմանական վերջին խոսքով, վերջին տեխնոլոգիայով, հիմնական առավելությունը մորթման արտադրասում կայանում է նրանը, որ կա մի սարք, որը կոչվում է չիլլեր։ Նրա մեջ հավը անցնում է մոտ 20-25 րոպե, պլյուս 1 0 աստիճան ջերմաստիճան ջրի։ Սառնարանի միջով սառացնում ենք, դրանից հավը ավելի հյութեղ է դառնում եւ ավելի տեսքով ու որակով։ Աշխատում են սանիտարահիգիենիկ նորմերին համապատասխան խիստ հսկողության ներքո։ Ամեն մորթի ժամանակ ներկա է լինում սննդի անվտանգության տեսչության ներկայացուցիչը, վերցնում է նմուշներ, տանում է ստուգում եւ բերում եզրակացությունները տալիս մեզ։ Նրա կարծիքը միշտ դրական է։ Ընկերությունը համագործակցում է գերմանական Big Dutchman, EMF եւ BDV կազմակերպությունների հետ, որոնք էլ ապահովում են կառույցին սարքավորումներով։ Սյունիքի մարզի սպորտային կյանքում անցնող տարում լուրջ փոփոխություններ են արձանագրվել։ Դա նաև հաջողություններ կարելի է համարել, ասաց Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի Սյունիքի մարզային ներկայացության տնօրեն Արշամ Սարգսյանը։ Եվ 16 թվականը ամփոփելով գտնում եմ, որ մենք կարողացանք հասնենք բազում հաջողությունների մեր մարզում եւ Կապանում եւ Քաջարանում եւ Ագարակում եւ Գորիսում Սիսիանում արձանագրվել են արդյունքներ, որը գոհացուցիչ են։ Արշամ Սարգսյանը հատկապես կարևորեց կապանցի աթլետների մասնակցությունը նախ օլիմպիական խաղերին, ապա նաև Եվրոպայի պատանիների առաջնությանը, Բալկանյան երկրների առաջնությանը։ Ամենակարևոր ստուգատեսը մարզական աշխարհում դա օլիմպիական խաղերն է, որը 4 տարի մեկ է անցկացվում, եւ ես հպարտությամբ հնչեցնում եմ, որ առաջին անգամ մարզում մենք ունեցանք մարզիկ, որը մասնակցեց օլիմպիական խաղերին։ Դա մեր եռացատգործ Լևոն Հաղասյանն է։ Սա ամենամեծ ձեռքբերումն եմ համարում, մասնակցությունը արդեն իսկ հաղթանակ եմ համարում, որովհետև նորից եմ կրկնում, առաջին անգամ պատմության մեջ մասնակից ունեցանք օլիմպիական խաղերում։ Ունեցանք նաև Եվրոպայի պատանների առաջնության մասնակիցներ, երկու մասնակից Արամայ Սարգսյան եւ Գարիկ Մուշադյան, ովքեր որ նույնպես հասան հաջողությունների, երկուսն էլ հասան եզրափակիչ, համապատասխանաբար զբաղեցին երկուսն էլ տասնյակի մեջ են 10-րդ եւ 5-րդ հորիզոնականները, սա նորից եմ ասում գոհացուցիչ արդյունք է։ Ունեցանք մեդալներ, երրորդ մրցանակային տեղը զբաղեցին նույն մարզիկները Բալկանյան առաջնություններում։ Դա բավականին լուրջ մրցաշար է, մրցումներ է, Եվրոպայի առաջնությունից հետո կհամարեմ ռեյտինգով երկրորդ մրցումը, երկրորդ առաջնությունը,
որտեղ մեր մարզիկներն ուղղակեցին երկուսն էլ բրոնզե մեդալներ։ Բայց եւ այնպես մենք չպետք է սահմանափակվենք միայն մասնակցությամբ, ասում է Արշամ Սարգսյանը։ Անելիքներ շատ ունենք, 17 թվականին ունենք հսկա ծրագրեր, մոտակա ժամանակներում փետրվարի 12-ին Ստամբուլում անցկացվելու Բալկան երկրների պատանիների ձմեռային առաջնությունը, որ առաջի անգամ է անցկացվելու, այնուհետև ունենք Բելգրադում Բալկան երկրների մեծ հասակների առաջնությունը եւ մարտի 5-ից մարտի 3-ին անցկացվելու Եվրոպայի առաջնությունը, որտեղ նաև ռեյտինգային մրցում է, վարկանիշային մրցում է, ես վստահ եմ, որ մեր Լևոն Աղասյանը այդ մրցումներում բավականին լուրջ արդյունք ցույց կտա եւ կզբաղեցնի իր վայել տեղը։ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն նաև խնդիր է դրել գալիք տարի սպորտային միջոցառումներ անցկացնել ինչպես քաղաքային, այնպես էլ գյուղական համայնքներում։ ՀԱՕԿ-ը նաև նախատեսում է մարզում կազմակերպել բազմաբնույթ, բազմատեսակ միջոցառումներ բոլոր քաղաքներում եւ Ագարակից մինչեւ Սիսիան եւ Ագարակում, Քաջարանում, Կապանում, Գորիսում, Սիսիանում, ինչի՞ չէ նաև գյուղական համայնքներում։ Ես շատ եմ կարևորում, որ կտրված այն համայնքները երեխաներին ներգրավել մասսայական սպորտի մեջ, առողջ ապրելակերպի հիմքեր դնել այդ համայնքներում, որ բոլորը զբաղվեն սպորտով, թեկուզ ֆիզկուլտուրայով, թեկուզ առողջության համար։ Պարտադիր չէ հասնել բազում հզոր արդյունքների, հաջողությունների, կարևորում եմ առողջ ապրելակերպը։ Ինչևէ Արշամ Սարգսյանը լավատես է եւ հույսով, որ գալիք 2017 թվականը միայն հաջողությունների տարի կլինի։ Ուզում եմ, որ մեր հասարակությանը, մեր հայ ժողովրդին շնորհավորել գալիք ամանորի կապակցությամբ, թող բոլորի ընտանիքներում թևածի խինդն ու ուրախությունը, բարեբախտություն բոլորին, հաջողություն եւ հուսով լինենք, որ 17 թվականը բոլորիս համար էլի կլինի ուրախություններով, նոր ձեռքբերումներով, հաջողություններով եւ տա Աստված, որ ում սրտում ինչ որ կա, ի կատարածվի։